Ցուցադրման հովանավորն է Նարսան ընկերությունն իր բազմազան տեսականիով։ Նարսան, որակի ամուր հենարան։ Բարի երեկո, Հայաստանում շարունակվում է առաջիկա նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, արդեն առիթ եղել է նշելու իր սովորական եւ անսովոր դրսեւորումներով։ Մենք շարունակում ենք լսել նախագահի թեկնածուներին, սա երկրի հարցածրագիրն է, ես այսօր զրուցելու եմ նախագահի թեկնածու, նախկին վարչապետ, Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին։ Բարի երեկո։ Պարոն Բագրատյան, տպավորություն ունեմ, թե դուք եւ ոչ միայն դուք, մյուս թեկնածուները այս օրերի ընթացքում հասցրել եք խոսել շատ հարցերից, գրեթե ամեն ինչից։ Կա այդպիսի մի հարց, որ այս օրերի ընթացքում չեք խոսել կամ չեք հասցրել ասել կամ միգուցե ոչ թե չեք հասցրել, այլ պահել եք քարոզարշավի երկրորդ շրջանի կամ ավարտի համար ինչ որ կարևոր մի բան։ Մի քանի հարց կա։ Ընդհանրապես 3 թե 3 չեմիսոր հրապարակվեցին ազգային վիճակագրական ծառայության 2012 թվականի տվյալները, եւ մենք այսօր հնարավորություն ունենք ամփոփելու 2008-2012 թվականների գործող նախագահի գործունեության արդյունքները Սերժ Սարգսյանի եւ համեմատել ինչ էր խոստացել դա։ Վիճակագրական արդյունքները ինչի մասին։ 2012 թվականի արդյունքների մասին, այո, տնտեսական, այո։ Մենք այսօր ի վիճակի ենք արդեն այդ մասին խոսելու, ինչ էր խոստվել, ինչ է եղել, սա մի թեմա, որը գրեթե չի շոշափել կամ ոչ ոք չի շոշափում։ 2008-2012։ Այն ընթացքում, որ ինքը եղել է հանրապետության նախագահ։ Եվ ինչ են ասում թվերը։ Մենք ասում որ դա վկայում են ձախողման մասին։ Ասենք խոստացված է 2 անգամ կրկնապատկել հնան։ Հնան ավելացել է 4%-ով 5 տարում։ Խոստացված է 2 անգամ կրկնապատկել իրական աշխատավարձը։ Ավելացել է 11%։ Խոստացված է 2 անգամ պակասացնել աղքատությունը։ Ավելացել է 1.5 անգամ 25%-ը 35%։ Խոստացված էր 2 անգամ ավելացնել բյուջեն։ Եթե բյուջեն հանում ենք այն մեթոդիկայով, որ ես եմ անում, գնաճը հանում ենք, բյուջեն չի աճել։ 506 միլիարդ դրամը դառել է 912, բայց այնտեղ 35% գնաճ ունենք։ Իրական բյուջեն պետք է լիներ 1 տրիլիոն 350 միլիարդ, 400 միլիարդ չկա։ Ունենք 220,000 մարդ, որ արտագաղթել է։ Ուղիղ 220, նույնիսկ 225։ Երկիրը 5 տարում ստացել է 11 միլիարդ դոլար փող։ Դա 2 անգամ ավել է, քան թե 2003-2007 թվին։ Եվ 4 անգամ ավել է, քան թե 1998-2002 թվականներին։ Ստանալով 11 միլիարդ երկիր փաստորեն դոփել է տեղում։ Սա մի թեմա, որ շատ էական է, եւ ես կարծում եմ ճիշտ կլինի, որպեսզի գործող նախագահան իր ելույթը անդրադառնա։ Ընդ որում Ինչ ասել, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը եղել, նախ դա եղել է 1 տարի։ Ես պիտի ասեի, երկրորդը 2 անգամ ավելի շատ փող եղել, քան դրա նախորդ հնգամյակում։ Ես պիտի ասեի, մինչև նվատնանշած երկրորդ թեմային անցնելը, իհարկե մինչև նախընտրական քարոզարշավը առիթներ եղել են հանդիպելու տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում նաև հանրապետականի, եւ երբ որ ես վկայաբերում էի անցած տարիների այս տվյալները, մինչև այս վիճակագրական տվյալները, արդեն գիտեինք, չէ՞, որ աղքատությունը 25-ից հասել է 35 քանիս, արտագաղթը մեծացել է, որ արտաքին պարտքը մոտ 3 անգամ ավելացել է, առաջին իսկ պատասխանը, այսպես անհապան որևէ առարկություն չընդունող պատասխանն այն է, որ բայց չէ որ եղել է ֆինանսատնտեսական ճգնաժամ եւ ցույց տվեք մի երկիր, որ չի տուժել այս ֆինանսատնտեսական ճգնաժամից։ Բոլորն են տուժել, խոսքը չափի մասին է։ Ինչու ճգնաժամը, որ սկսեց Ամերիկայում, Հայաստանում ունեցավ 7 անգամ ավելի վատ հետևանք, 7 անգամ։ Երկրորդը, այսօր արդեն պարզ է, թվերը։ Հայաստանը ստացել է 11 միլիարդ դոլար փող։ Հայաստանը ոչ միայն կարող է թույլ չտալ ճգնաժամ։ Դա հաշվեք մեր նավթն է 11 միլիարդ, հա։ Այլ մի բան էլ զարգանալ։ Ցույց տամ մի երկիր, որտեղ ճգնաժամը բացասական հետևանք չունեց։ Ադրբեջանը ճգնաժամի տարին ունեցել է 9% աճ։ Թե Ադրբեջանի նավթը, բա մեր մարդ գիտեք, նրանք նավթ են արտանում, մեկ էլ մարդ են արտանում։ Բա 2 միլիարդ դոլար որտեղից ենք ստանում։ Աշխատում են ուղարկում են, չէ՞։ Ինչ տարբերություն։
Մյուս խնդիրը կարևոր, որ ասում եք կարող ենք անդրադառնալ, որ չի ասվել մինչև այսօր։ Այս հարցը պետք է շատ լուրջ վերլուծվի, գիտեք, ընդհանրապես երկիրն ուր է գնում։ Կա ծրագիր։ Բերեք քննարկենք, ոնց կարող ենք ասել, չենք նստում քննարկման։ Ես գրել եմ տնտեսական ծրագիր եւ տնտեսության մասով համարում եմ, որ մեկ էլ ծրագիր ունի գործող նախագահ։ Դա ծրագրի նման է, ձևով, բովանդակությամբ դա պլյուս բյուջեն, պլյուս երամյա միջնաժամկետ ծախսերը, որ ունի կառավարությունը, դա նա ծրագիրն է։ Բերեք քննարկենք։ Ինչ եք փորձում որևէ պարտականություն չվերցնել։ Սա շատ էական մոմենտ է։ Առաջ եմ քաշել նաև առաջին անգամ քաղաքական եւ արտաքին քաղաքականության ծրագիր։ Ծրագիր չեմ անվանել, ուրվագծեր եմ անվանել։ Լրջագային հարցեր եմ դրել դատարանների մասով։ Առանձնացնենք արտաքին քաղաքականությունը, ասում այդ արտաքին քաղաքականության մասով նախագահի մոտ էլ կա ծրագիր։ Բարի, բայց կոնկրետ, այո, ես ընդունում եմ, որ եթե այնտեղ մի ինչ-որ բան կա, մի քանի բան արտաքին քաղաքականություն է միայն։ Կան մի քանի ֆրազաներ, որոնց հետ պետք է համաձայնվել։ Ընդամենը դա։ Բան մնացածը։ Եվ արտաքին քաղաքականության մեջ, եւ քաղաքականության մեջ, եւ առավելևս տնտեսության մեջ։ Որևէ խոսում տալիս ենք, թե չէ, որևէ պարտականություն ստանձնում ենք, թե չէ, թե 5 տարի հետո ասել ենք այսպես պատահեց։ Դե հիմնականում քաղաքական կոչիչները այդպես են անում։ Ես այդպես չեմ անում, ես ասում եմ, այս է լինելու։ Ես ասում եմ, քայլ առ քայլ, այսօր սա եմ անելու, վաղ նա եմ անելու։ Քայլերով գրել եմ ժողովրդին ներկայացել եմ ամեն օր ինչով են զբաղված լինելու։ Իմ նպատակն է մարդկանց բերել այս դաշտ, բանավեճի դաշտ, որը չեն գալիս։ Հասկանալի է, հիմա ձեր փաստակները այսպես անվիճարկելի են թվում, համոզիչ են թվում, բայց ձեզ քննադատողները, ձեր դիմադիրները նաև չեն հիշեցնում, որ պարոն Բագրատյան, ձեր իշխանության ժամանակ էլ երբ դուք վարչապետ եք, ասում էիք, այս քայլերը պիտի անենք, ճիշտ է, շատ ցավալի են լինելու, շոկային թերապիա է լինելու, բայց անմիջապես լավ արդյունք է տալու, բայց այդ լավ արդյունքն էլ առանձնապես այն ժամանակ չզգացվեց։ Երբ որ ես վարչապետ եմ դարձել, երկրորդ տարին ստացել եմ տնտեսական աճ։ Ես չեմ կարող պատասխանել ամբողջությամբ 90-91-92 թվականների համար։ Նույն այդ մազուտի պատմությունները, որոնք 92 թվականի պատմություններ են, եթե կային պատմություններ։ Չէ՞ որ քննում էին դատախազբան վերջում ասեցի շնորհակալություն ենք այդում ձեզ։ 94-ին ԱՊՀ-ում առաջինը ստանում եմ աճ 6.9%։ ԱՊՀ-ում առաջինը։ Վրաստանը շարունակում է գահավիժել, Ադրբեջանը շարունակում է գահավիժել, եւս 3 տարի գահավիժում է Ռուսաստանը։ Բայց ախր այդ տնտեսական աճ ասվածը, տես դուք ասում եք, իմ ժամանակ ես ստացա 4.6% տնտեսական աճ։ Հիմա էլ իշխանությունը 6.9 տնտեսական աճ։ Հիմա կառավարությունն ասում է, մենք ունենք, չգիտեմ ինչքան ասում, 7% տնտեսական աճ, բայց եւ այն ժամանակ եւ հիմա այդ տնտեսական աճ ասվածը կառավարության ղեկավարը պատասխանատուները հայտարարում են, բայց ես սովորական քաղաքացի այդ աճը ին վրա երբեք չզգացի։ Ժողովուրդը զգաց այդ աճը։ Եթե 92-ին հանրապետությունը լքել է 240,000 մարդ մի տարվա մեջ։ Իհարկե դրանք հիմնականում Բաքվից եկած հայերն էին։ Ապա 96-ին հանրապետությունը լքել է սալդոն ընդամենը 7000 մարդ։ Եվ որ դուք աճը իրական ստանում եք 7% իրական հատվածում, ոչ թե բլեֆային աճ, ժողովուրդն էլ չի գնում երկրից։ Այնպես որ այդ հարցերն էլ շատ նուրբ տեղին պատասխաններ ունեն։ Դա ասելով չի։ Ես հիշում եմ այն ժամանակվանից այսպես մնացած մի արտահայտություն գյուղացիները, որ ասում էին ոչ թե հողը տվեցին գյուղացին, այլ գյուղացուն։ Հիմա խելքի են եկել բոլորը։ Չէ։ Ասում են շնորհակալություն, մեզ ուրիշ էլ ոչ ոք ոչինչ չտվեց։ Այդ հողը եթե չտայինք, հիմա լատիֆունդիստների ձեռն էր, ոնց որ գործանը, ոնց որ կաջարանը, ոնց որ պղնձի հանքերը։ Հիմա այդ գյուղացին գոնե ասում է, մեկ կտոր հողն եք տվել մեզ։ Բայց գյուղացիների մեծ մասն էլ է թողնել ստիպված եղավ էլի վաճառել, չգիտեմ։ Մեծ մասը չէ, ճիշտ չգիտեք։ 70%-ը պահպանել է։ Այո, 310,000 գյուղացական տեսից պահպանվել են 200,000։ Բայց պահպանվել են, միջուկը դա է։ Հիմնական ապրանք արտադրողը նրանք են։ Եվ փառքասը որ տվել ենք, հիմա էլ գալիս ենք, ասում ենք հիմա այն ժամանակ հողն ենք տվել։ Հիմա կոոպերացիան ենք բերում գյուղ։ Մանր կոոպերացիան, փոխօգնության ձևով, այլ ոչ թե այնպես, ինչպես պատկերացնում է կառավարությունը խոշոր։ Այն ժամանակ հնարավոր չէր այդ կոոպերացիան միանգամից տալ։ Ոչ, հողը պիտի տաս, կոոպերացիան պիտի աշխատի։ Այն ժամանակ, երբ որ հողը տվել ենք, դա միակ ոլորտն է, որ միանգամից ստացանք 28% աճ։ Անասնապահություն ունեցանք անկում, բայց բուսաբուծության մեջ ունեցանք հսկայական աճ։ Մինչև հիմա գյուղատնտեսական արտադրանքը 90 թվականի համար կրկնապատկված է։ Այսինքն սա ընդունում են բոլորը։ Այլ հարց է, որ հետո սկսեցին մտածել 2001-ին փոխեցին օրենքը, պահուստի հողերը արդեն խոշորներին տվին։ Սկզբից էֆեկտ են ստանում։ Նույնիսկ գյուղացին գալիս ասում է խոշոր, այ խոշորը։ Գնի իմ հողը, ես էլ կամ կոմոդ վարձու աշխատող։ Բայց հետո հասկանում եմ, ես իմ կյանքում սրան պիտի բատրակ լինեմ։ Դրա համար մենք ասում ենք 96-ից
պետություն շտաբիր գյուղ կոոպերացիա ստեղծել։ Օրինակ, վերցնենք, ասենք Չինարի գյուղը, այդ գյուղացիները, որոնք հող ունեն, ոչ մեկ չի գցել այդ հողը, որոնց հետ ես հետո կոոպերացիա աշխատել եմ, խաղ եմ գնել, եւ այգիները վերականգնվել են։ Մի պա քիչ թե շատ լավացավ վիճակը, որում այդ նույն գյուղում մենք բարձում ենք երկու ձեռնարկություն։ Մեկը մշակում է արտադրանքը, այսինքն մարդը ոչ թե խաղ է վաճառում, այլ գինի, ավելացած արժեքը մնում է իրեն, ոչ թե տալիս է ձեռնարկությանը կամ քաղաքին։ Կաթը սառեցվում է, հասկանում եք, որ չշտապի կաթը բանանի վաճառի, ճարճունի ստիված է էժան գնում վաճառել։ Թուզից ստացվում է մուրաբա կամ չորացնում է եւ այլն։ Այս կոոպերատիվի բոլոր հիմնադիրները այն գյուղացիներն են, ովքեր այդ կոոպերատիվին վաճառում են իրենց արտադրանքը։ Ուրիշ մարդ իրավունք չունի տեղ մտնի։ Դուրս եկար գյուղից, փայտ չի անցնում տղա այդ հարևանի չես կարա վաճառես, անցնում է գործընկերոջդ։ Փոխօգնության կոոպերատիվ, հասկանում եք, դա նաև սոցիալական, այսպես ասեմ, սպայկա է ստեղծում։ Նույնը ագրոսերվիսը։ Հաշվեր դրել եմ ծրագրում, $850 միլիոն պիտի ծախսենք, ինչ մի փող է դա։ Սա փող չի Հայաստանում, որը ստացել է $11 միլիարդ։ Այդ $11 միլիարդից չենք կարողացել մարսել, աբսորբացնել։ 3-ը դուրս է գնացել նորից։ Ես գալիս եմ լուրջ ծրագրով, ունեն լուրջ բան, թողան քննարկեն։ Լավ, հիմա մեր կառավարությունը այս ընթացքում տվյալներն ասում եք, այս է արել հիմնականում բացասական, հա, ինչ որ բան կա, որ ասեք ճիշտ են արվել։ Ինչու՞ չէ։ Օրինակ ես 3 տարի առաջ առաջարկելի ծննդաբերության սերտիֆիկատներ մտցնել։ Այսինքն ձեր կինը հղի է, դուք սպասում եք երեխայից, ես տալիս եմ սերտիֆիկատ, դուք ընտրում եք այն հիվանդանոցը, որ ուզում եք։ Մենք տեսանք, որ հիվանդանոցները ծննդատները սկսեցին պայքարել այդ սերտիֆիկատների համար։ Հիմա էլի ձևակերպվում է, որտեղ գրանցված է, հաշվառված է, այնտեղ պիտի ծննդաբերես, եթե մայրաքաղաք բան է փոխեցին։ Մրցակցություն սկսվեց։ Նոյեմբերին առողջապահության նախարարը հայտարարեց 8.5 անգամ պակասել է կոռուպցիան, պետությունն է հայտարարել։ Մի փոքր բան լավ էլ որ նկատում ենք, մենք ասում ենք։ Չգիտեմ, հիմա անհամեմատ է, գային չկա, այդ ազդանշաններով ես գոհ եմ, եղբայր։ Գային չկա, ամենակարևորը դա է։ Թանկ չի։ Թանկ է, բայց գոհ եմ։ Ավելի լավ որ թանկ է։ Մարդիկ մտածում են կարգին քշելու մասին։ Հետիոտները մտածում են, բայց դեռ չին բաներ են 5 տարվա համար, հասկանում եք։ Մնացածը պարզապես զախոպված է։ Ձեր ժամանակ դուք ինչ սխալներ եք արել, որ ասենք, չգիտեմ, հանդիպումների որ գնում եք, չեն հիշացնում, թե պարոն Բագրատյան, այ սա դուք սխալ վարվեցիք, չգիտեմ, գյուղատնտեսությունում էս սխալն արեցիք, քաղաքում այդ վաուչերները բաժանեցիք եւ մարդիկ ստիպված եղան նորից վաճառել, մնացին այդ հանրային սեփականությունները։ Վաուչերները քաղաքում նույնպես։ Գյուղացուն հող են տվել, քաղաքում վաուչեր են տվել։ Ով ուրիշ տվեց։ Չէ որ սեփականաշրջանում 70% գործան եղել է ինձնից հետո։ Ես սեփականաշրջանում հիմնականում փոքր ձեռնարկություններ, խանութները, սպասարկման սրահները։ Հիմա այդ խանութները փոխարինված են սուպերմարկետներով, վերացան այդ փոքր խանութները, որ լիքներ ամբողջ քաղաքը նկուղային հարկում, փոքրիկ խանութներ էին բացել, մաս էին բաժանել, սուպերմարկետները մեծ մասամբ գնեցին։ Ով ուրիշ բան բերեց։ Մասնակի անհատույցը մարդկանց ձեռքից վերցեցին գործարանների։ Փառք Աստծո դեռ գյուղացու հողը չեն խլի, գյուղացին կարճում է հողին։ Եվ ես ասեմ Իմ գործունեության ընթացքում եղել են բազմաթիվ սխալներ, բայց ես միշտ մարդ եմ եղել, որի վիճակի է դնել ռազմավարական խնդիր ու լուծել։ Ես շատ հեշտությամբ լինելով ընդամենը 32 տարեկան լուծեցի հանրապետություն 24 ժամվա հոսանքով ապահովելու խնդիրը։ Լուծեցի, չէ՞։ Չէ՞ որ այդ նույն կառավարությունը, որի համար ես դա պատասխան չէ, դա ասում է դուք ես քայլերը պիտի անեք։ Արեցինք, չէ՞, վերացավ, չէ՞։ Իմ ժամանակ, գիտեք, նույնիսկ պատերազմի հաղթանակն է կարևոր է, որ կառավարությունում լիներ մեկը, որ այլ տեխնոլոգիա էր բերում։ Թեկուզ սկսած նրանից, որ ես գերինային պարզապես սկսեցի բաց թողնել։ Դա էական է, չէ։ Էական է, չէ։ Դիմադրությունը պակասեց, չէ, հակառակորդի։ Հարցեր կան, էլի կոմպլեքսի մեջ պետք է նայել։ Իհարկե, չեմ ուզում այն տպավորությունը ստեղծել, ես արեցի, կար իշխանություն, կար գլխավոր հրամանատար։ Նույնիսկ այսօրվա երկրի ղեկավարությունը ինչ որ ձևով ինչ որ մասնակցություն ուներ, իր տեղն աշխատում էր եւ այլն, հասկանում եք։ Բայց եղել է հսկայական դինամիկա եւ վերջապես այդ տուն հողի սեփականաշրջանը ինչքան էլ մենք քննադատենք 7 երկիր ստորագրել է որ այդ իրենց մոտ պետք է կիրառի մենք հայ ժողովրդի պատմության մեջ 2000 տարվա շատ բան ունենք որ մենք ստեղծենք մի ինստիտուտ մի 5-6 երկիր ասեն կամ թող ստորագրեն ասեն մենք այս ինստիտուտը շատ լավն է պիտի կիրառենք մեր մոտ գիտեք սրանք փաստեր են այո իհարկե եթե դուք վերցնում եք որ ինչ որ մեկը անասուն մորթեց եղել է այդ բանը հասկանում եմ այնտեղ մի քիչ անկում եղավ բայց բուսաբուծում հաճ եղավ Կարտոֆիլի արտադրությունը աճեց 3 անգամ։ Եղել է, չէ՞, մենք պահել ենք մեզ, չէ՞, տարիներին։ Հիմա մեխը ո՞րն եք համարում ձեր ծրագրի։ Կոմպլեքսը ամենակարևորը
ծրագիրը 4 հիմնական հարց է լուծում։ Առաջինը ծրագիրը կարելի ասել դարձ ի շրջանս յուր։ Դուք փոքր բիզնեսը կստեղծում, մտեք ստեղծեք։ Ձեզ համար ապահովված է մի անգամ մուտքը փոքր բիզնես։ Դուք ունեք ցածր հարկավորման ռեժիմ։ Դուք ունեք խնայողական վերաբերմունք։ Անցնում եք 100 միլիոն դրամի շրջանառությունը, մտնում եք միջին բիզնեսի դաշտ, մի փոքր ձեր հարկերն ավելանում են։ Անցնում եք 700 միլիոնի սահմանը, դառնում եք խոշոր։ Հարկվում եք սովորական եղանակով։ Որ ավելի շատ է։ Կառավարության մեջ չլինելով այդ կարգի բաները ասելը շատ հեշտ է, հա, բայց այսօր կառավարությունը այդ հարկերը որ շատացնում է, ավելանում է ամեն անգամ ինչ որ բարեք փոխում անելիս անպայման այդ փոքր բիզնեսի կամ միջին բիզնեսի շահերին խփում է, հարկերը ավելանում են։ Իրենք ուզում են այդ դժգոհությունը ավելացնել, թե հարկադրված են գնալ նման քայլի։ Կառավարությունը չի գնում այդ քայլի։ Կառավարությունն այս փոքրը ձեռք չի տալիս։ Չէ, գնում է այդ քայլի, այսինքն ավելի դժվարացնում է փոքր միջին բիզնեսից։ Վերսեք հարկերը, ով քանի տոկոսն է տալիս։ Տնտեսության քանի տոկոսն ունեն եւ քանի տոկոս հարկ են տալիս։ Դուք կտեսնեք, որ խոշոր ընդհակառակը փոխանակալու շատ հարկվի, ավելի քիչ է հարկվում։ Խոշորը ինձ մոտ, իմ սխեմայով հարկվում է 30% ավելի, բոլորը պիտի իմանան։ Ասում եմ, սա վճարն է, որովհետեւ խոշորի մոտ կա մասշտաբի էֆեկտ։ Մենք չենք ուզում այդ խոշորը։ Մենք ուզում ենք, որ առաջին խրախուսի մանրը։ Եթե այդ դաշտում խոշորը խրախուսում է, թող դառնա միլիարդատեր, 10 միլիարդ աշխատի։ Խնդրեմ։ Բայց խոշորը մեր սխեմայով ինքը կսկսի իր բիզնեսը բաժանել։ Դրա համար է կոչվում դարձի շրջանս յուր կամ սոցիալական համերաշխություն։ Սոցիալական արտադրությունից չեմ տեսնում, որ բերեմ ձեզ փող տամ։ Այսօր կառավարությունը գալիս է թոշակն է բարձրացնում, այն մյուս օրը դրա վրեժը պիտի հանեն, չէ՞։ Մյուս օրը պիտի քամեն հարկերով այդ բոլորը, հասկանում եք։ Ես չեմ ուզում։ Ես տարբեր եմ մոտենում, ես չեմ գալիս մարդկանց ասում աշխատատեղ կստեղծեմ, ողջունում են, ես միտք ասում եմ կօգնեմ դուք ձեր աշխատատեղը կստեղծեք։ Երկրորդ նախագահն ստեղծում է, երրորդի օրը փակվում են, երրորդը 105,000 խոստացել էր 50,000 ստեղծեց, նախորդներին փակվեց եւ այլն։ Այդ ստեղծած աշխատատեղերը սուտ պատմություն է, դուք ինչ գիտեք ինչ աշխատատեղ է պետք։ Դուք ինչ գիտեք ինչ բիզնես է պետք։ Այն երկրորդը ստեղծում է շինարարության բիզնեսում աշխատատեղեր, սրանք ստեղծում են, ասենք, ֆինանսական ոլորտում, ապայում վերջն ինչ պիտի լինի սրա։ Եկուց ապան կփակվի։ Արդեն վնասաբեր են որոշ կազմակերպություններ, ինքնարժեքը բարձրանում է ծախսերի։ Հարցեր կան։ Վերջապես իմ մոտեցումները կարդինալ տարբերվում են։ Գրեթե չկա ոչ մի պոպուլիստական թեզ եւ պատկերացրեք ժողովուրդը դա հավանում է։ Մարդկանց մի սկալի զանգված հասկանում ես, որ ճիշտ ասում։ Հերիք է ամեն անգամ ընտրություններին գանք մենք պոպուլիստական թեզեր տանք։ Եվ ես չեմ համաչում մարդկանց այս դիրքորոշում հայտնելու։ Լավ, դառնանք ընտրությունների արդեն ոչ թե ծրագրին, այլ մնացյալ հարցերին 3 տեխնացուներով համատեղ հայտարարություն եք ստորագրել, այսինքն այսօր ընտրությունների հետ կապված հիմնական մտահոգությունը ցուցակներն են եւ վարչական ռեսուրսը։ Այսօր արդեն մեծ խախտում ունենք, ցուցակները լուրջ խնդրեմ են։ Հանրապետության մշտական բնակչությունը 2,830,000 է։ Մշտական։ Այն մարդիկ, որոնք տվել հաշվառման պայն կամ ասենք վերջին մարտահամարի տվյալները 2011-ի ավելի քան 6 ամիս մի տարվա ընթացքում եղել են Հայաստանում։ Մենք ընտրացուցակները մոտեցրել ենք 2,507,000-ի եւ ամեն տարի աճում է 30-40,000։ Ինչու՞, որովհետեւ դրսում մարդ է ապրում, ավտոմատ մտցնում են ցուցակի մեջ։ Բայց իրավունք չունեն չմտցնելու։ Ես զրուցել եմ։ Իհարկե, բայց դա net տեղը մաս բացեն, որտեղ նա ապրում է։ Արտասահման։ Իհարկե, մեկ, երկրորդը իսկ ինչի է այդ օրենքը, որ պետք է քվեարկել միայն Հայաստանում։ Բայց եթե մենք ցուցակ ենք մտցնում, ճանաչում ենք նրա իրավունքը, հետո ասում ենք պիտի քվեարկես միայն Հայաստանում, իմանալով որ չի գալու, ձեռ ենք առնում մեզ։ Ում ենք ձեռ առնում։ Գնացեք, բացեք։ Կամ են։ Այդ մարդը դրսում է ապրում, բայց այդ օրը կարող է գալ եւ քվեարկել, պատասխան որ չունի։ Խնդրեմ, ցուցակից անեք։ Ցուցակում թողեք միայն մշտական բնակչությունը։ Այդ դեպքում ցուցակները կպակասեն առնվազն 393,000 մարդով, կդառնա 2,100,000, եւ որ մարդը եկել է Հայաստան, տուր իրավունք, որ գնամ ցուցակ մտնի։ Մեխանիզմ մշակի, գալի դիմել դատարան կամ գնում է դիմում է գրում, որ ես այստեղ եմ կամ այս ընթացքում գտնվում եմ այստեղ, չէ՞ որ մենք արդեն ունենք բնակչության ավտոմատ ռեգիստր, սա 2005 թիվը չէ, 2011 թվականից աշխատում է այդ ռեգիստրը։ Մենք արդեն այսօր Հայաստանում ունենք, ասենք դուք կոնկրետ մշտական բնակիչ եք, արկա բնակչության թվի մեջ եք, թե ընդհանուր բնակչության թվի մեջ եք։ Բան չի ամեն ռեգիստրը ստեղծում։ Մի խոսքով ցուցակները մնում են չլուծված։ Իհարկե չլուծված։ Մենք այս անգամ խնդրում ենք, որ գոնե առանձին կախեք, որին վստահված անձը տեսնի, այդ ցուցակից մարդ եկավ թե չէ։ Այ իշխանությունը ձեր նման է ասում, ասում եք, բա որ գալիս է թող քվեարկի։ Նախ էդի ինչպես քիչ առաջ բացատրեցի, արգումենտ չէր։ Երկրորդը հիմա գոնե ին վստահված անձը տեսնի, ով եկավ։ Առանձին։
Հետո որ տարի ի վեր չկար ու հանկարծ հետո նկավ քվեարկության։ Թող գա, մենք տեսնենք գոնե։ Մյուսը, որ հայտարարության մեջ կար վարչական ռեսուրսներ, պարոն Բագրազյան, ես չգիտեմ դուք ինչպես, ես ճիշտ ասած շատ դժվարությամբ եմ պատկերացնում կամ չեմ էլ պատկերացնում Հայաստանում այս գոնե անցած տարիների փորձը ինչ է ցույց տվել, կարող է լինել մի իշխանություն, մի իշխանական կուսակցություն, որ ունենա եւ չօգտագործի այդ վարչական ռեսուրսները։ Ընդունում եմ։ Եթե դուք իշխանություն եք, ոնց որ ասած չօգտագործեք էլ իրան ստացվում է։ Նույնիսկ երբեմն դուք չեք իմանում, բայց ոմանք կուզենան ձեզ գցնել, օգտագործել, մտածելով որ 20 տարիներին միշտ էլ եղել է դա, չէ՞։ Եղել է, նո, բայց այս աստիճանի չկա։ Գիտեք ինչ կա։ Այ մարդ սկսենք մի հասարակ հարցից։ Գնում ենք գյուղ, քաղաք, արդեն երկու քաղաքում են 6-7 գյուղերում, հա։ Ես կարծում եմ, որ եթե եկել է նախագահի տեխնացուն, գյուղապետը պիտի գա կանգնի։ Ցույց տա։ Կամ էլ, եւ որ նախագահն է գնում, հանրապետություն, նա չպետք է այնտեղ լինի։ Այսինքն հավասարության։ Իհարկե։ Այդ պահին նա գյուղապետը։ Այստեղ կարգավորված չի, գյուղապետը իշխող կուսակցության ներկայացուցիչը, իր կուսակցության առաջնորդը եկել է, ինքը գնում է։ Այն մյուսը իր կուսակցությունից չէ, ինքը լավագույն դեպքում եթե դիմել են տարածքը կտրամադրի եւ ինչ չի ուզում, չի գնում։ Բայց դա մեր լուծելու հարցն է։ Որն է ճիշտ, որն է տրամաբանական։ Այս պահին նա իշխանության կրողն է։ Այդ դեպքում թող հրաժարական տա։ Թող գյուղապետերը, մարզպետերը, նախարարները հրաժարական տան միաժամանակ, գնա։ Հանձնեն գյուղապետի կնիքը եւ բանալիները իրենց տեղակալներին եւ գնան։ Դա շատ տեղերում լինում է։ Գնալ արձակուրդներ են վերցնում, չի վերցել, 1-2 հոգի, հանրապետությունը դուք ասեք ովքեր են վերցել։ Քանի մարզպետ է վերցել, քանի մարզպետները բոլորն էլ վերցնում են կարծում։ Չգիտեմ, ես հաստատ տեղեկություններ չունեմ, քանի քաղաքապետ է վերցել։ Այդպես բան չկա։ Այս երեք տեխնացուների հայտարարությունը միայն հայտարարություն էր այս մտահոգությունների մասին, թե նաև ենթատեքստ կարող է ունենալ, կարող է շարունակություն ունենալ, ավելի պարզ ասեմ, ասենք միասնական ճակատ ստեղծելու ինչ որ հեռանկար կարող է ունենալ։ Առայժմ դա միայն դա է։ Այլ խոսակցություն մենք չենք ունեցել։ Հեռանկարում ես չեմ կարող առաջ գնել։ Այլ խոսակցություն մենք չենք ունեցել։ Մտադրություն կա խոսակցությունը շարունակելու։ Ես չեմ կարող ասել ձեզ։ Հիմա ես այդ հարցը այնպեսի հարց է, որ առաջ գնելը տգեղ կլինի։ Լավ։ Ես հիշում եմ ամենասկզբում, երբ դուք առաջադրում եք ձեր տեխնացությունը, պատասխանել եք ինչու եմ առաջադրվել։ Ընդհանրապես այս օրերին բոլոր հնարավոր հարցերին է, հա, բոլոր տեխնացուները պատասխանել այդ այսպես շտամպային հարցերին, հա, ինչու եք առաջադրվել, ինչ հույս ունեք, բա ինչու սա չպաշտպանեց եւ այլն եւ այլն։ Այնտեղ մի հետաքրքիր թեստ է, հա, որ մոտավորապես եմ հիշում, քաղաքական գործիչը շատ ավելի լավ կփոխարինի ներեցեք տնտեսագետը շատ ավելի լավ կփոխարինի քաղաքական գործիչին, քան թե քաղաքական գործիչը տնտեսագետին։ Փոխարինելիության հարցը, բայց մեր մոտ ճիշտ է տնտեսությունը վատ վիճակի է եւ այդտեղ առարկություն չունեմ, բայց մեր մոտ նաեւ ռազմական գործին փոխարինելիության բանը կա։ Ավելի լավ կփոխարինեք։ Ես չեմ շղթում, որ Սերժ Սարգսյանը ռազմական գործիչ եղել է, բայց պատերազմը ես եղել եմ, հիշեք հիմնական հաղթանակները, երբ վարչապետ եմ եղել, վարչապետ չեղած ժամանակ էլ միշտ 6 տարի անդադ գրավել եմ ռազմաարդյունաբերական համալիրի նախագահի պաշտոնը, անդադ Ղարաբաղում եմ եղել, փոխել են Ղարաբաղի վիճակը, մինչև մենք այդ ռեֆորմը չանենք, չլիբերալիզացնենք գներ 92 թվականի ամռանը թշնամին հասել էր վաղուհաս մտնում էր վանքը, ես այդ բոլորը տեսել եմ։ Ես չեմ կարող գլուխ գովալ, ասենք Սերժ Սարգսյանը երկար տարիներ եղել է բանակի հրամանատար, բայց այդ բանակաշինարարությունը ի վերջո հաղթանակն է, երբ որ ին վարչապետության օրը կգանք, մենք այդտեղ ինչ որ մի լումա ունենք, չէ՞։ Այնպես որ այնպես չի, որ այդ հարցը ինձ անծանոթ է։ Իհարկե բաներ կան, պետք է սովորենք։ Ձեր հնարավորությունները ինչքան է։ Մի բառ ասեմ, հիմա ձեր հարցին։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական գործիչ, տնտեսական գործիչ, լսեք, տնտեսությունից դուրս քաղաքականություն ինչ է, մենք կարող ենք ինձ բացատրել։ Լավ, ասենք Վրաստանի հետ հարաբերություններ, լավ կարելի է մի կես էջում գրել այդ հարաբերությունների ամբողջությունը։ Չենք էլ պատկերացնում, չէ՞, տնտեսական հարաբերություն, իսկ ես պատկերացնում եմ։ Ես որ եկա, չեմ ասելու միայն առևտուր ենք անում։ Չեմ ասելու դու համար գնում ես ներդում ես կատարում Վրաստանում, ես սկսել եմ կոոպերացիա զարգացնել, կապել երկիրը մեր հետ։ Բայց դա ավելի շատ տնտեսական ծրագրեր անել։ Գործառույթ չի, քան նախագահի։ Ոչ, այսօր մենք դժում ենք նրանից, որ նախագահան գործնականում, ես որ նայում եմ իր գործողությունը, իմ տպավորությունում ընդհանրապես չի կարողանում խորանալ տնտեսության մեջ։
Օրինակ, վարչապետը բերեց այս կատաստրոֆային։ Ինչ վարչապետ։ Միտը նախագահան չպետք է ասեր, ես ինչ է, տրանսֆերտները գալիս են 2-3 միլիարդ ճնշում են շուկայի վրա, ինչ եք ուզում մտածել։ Կամ ինչ է նախագահան չպետք է ասեր, երկրորդը կամ երրորդը, ես ինչ եք դրեք սարքում։ Ինչ է 3-4 միլիարդ դոլարով փող սառեցնում շինարարության մեջ։ Այսինքն դուք նախագահի եւ վարչապետի Ես գտնում եմ, որ նախագահան հիանալի պետք է պատկերացնի կառավարության տնտեսական գործունեության ստրատեգիան։ Զարգացած երկրներում նախագահները տնտեսագետներ են, թե վարչապետներն են ավելի շատ։ Հիանալի նախագահներն են տնտեսագետներ, հիանալի, ամենահաջողվածներն են եղել միշտ։ Բերեմցես մի օրինակ Turgut Özalը։ Չներ Özalը Թուրքիան հիմա չկար։ Որպես պետություն։ Զրոյական էր։ Միայն Turgut Özalի օրինակը հերիք է։ Պուտինը նա ամբողջ բանով զբաղված է տնտեսական գործունեությամբ։ Նայեք Օբաման, հատկապես նրանց երրորդ դեբատը հարկերի մասին Ռումնիի հետ։ Հələ տեսեք ինչ պրոֆեսիոնալ է խոսում, դետալներով են խոսում Օբաման։ Հիմա դուք կարող ասեք, նո, այնտեղ Պոլ Կրուգմաններ, հիմա կարծեմ կարող եք ասել Թիմոթի Գեյթներն իրան սովորացրել, դա կապ չունի։ Նա պրոֆեսիոնալ խոսում էր հարկից, Ռումնին նույնպես իդեպ։ Նա ասում էր, այս հարկատեսակը սրանից ավել չի կարելի կիրառել։ Այս պատճառաբանությամբ հիշում եք այդ դեբատները Երևանում։ Դու մեն նախագանել գա այդ դեպատներն անի։ Չի կարողանում հետը անի, թող հետը մարտների։ Դուք հրապարակային բանավեճի կոչ եք անում։ Հենց հիմա էլ եմ հրավիրում, 10-րդ անգամ եմ հրավիրում։ Բայց երբ պետք է երկրում ինչ-որ բանի բանավեճ լինի։ Տեսանք էլի կառավարությունը բյուջե բերեց։ Մի հարցի, ոչ մի հարցի կարգին չէին կարողանում պատասխանել։ Փառք Աստծո, գոնե ազգային ժողովում իրենց հանրապետականների աչքերը բացվեց, որ չէ, այդ ճշմարտությունը բերում ասում են։ Ու մեծամասնությամբ չի էլի։ Ձեր կադրերը չեն։ Որ մեկը։ Չգիտեմ, կառավարությունում այսօր չկան ձեր կադրերից։ Որ մեկը։ Ասենք ֆինանսների նախարար։ Ես ֆինանսների նախարարը ինչու եմ կադրը։ Չէ, 92 թվականին կարծեմ առիթ ենք ունեցել օգնելու պետական ծրագրով նա ազգանունն էլ մցրեցինք, մի խումբ ուղարկեցինք Ամերիկա սովորելու։ Այսինքն ինչ առումով է իմ կադրը։ Լավ, իմ կադրն հետո։ Ասենք թե ընդհանրապես ես մասնակցություն եմ ունեցել։ Չնայած դա ինչ մասնակցություն է։ Իդեպ ես հարգում եմ, ինքը գնաց սովորել, ինքը նես չի որ անգրագետ, ինքը սխալ վագոնի մեջ է։ Ասենք Սարգսյան Տիգրանի ես եմ բերել։ Ինչքան ես հիշում եմ, կոնցեպցիային գրում, հետո հրավիրեցի ՀՀՇ։ Հետո դարավ իմ կադրը կամ ես դրա համար պատասխան եմ տալիս։ Այսինքն էս էլ մի քիչ բռի խոսակցություն է, հասկանում եք ձեր կադրը։ Դավթյան Տիգրանը եղել է էկոնոմիկա նախարարությունում, չգիտեմ, կարծեմ բաժնի վարիչը թե աշխատակից այդ բաժնի վարիչ դրեցինք, հետո կարողանում էր աշխատել, կարծեմ անգլիական դպրոցեր ավարտել, հետո։ Այսինքն հիմա ինչ ինքը խոսում է, ասում եք Բագրատյանին դու տեսել ես միջազգերում էկոնոմիկա նախարարության։ Չէ, դա չէ։ Այսինքն ինչ է, ինչու՞մն է բանը։ 3 միլիոն ենք էլի Հայաստանում, եթե կանք։ Հետաքրքիր է այդ հանդիպումների ժամանակ ինչ ընկալում կա։ Այսինքն այդ հնան այսքան բան դա մարդկանց ընկալում են մարդիկ թե։ Ես օրինակ գյուղում ասում եմ կոոպերացիայի մասին, բանկերի մասն եմ պատմում, որ կերել են գյուղացիների կյանքը, ժողովրդի կյանքը կերել են, ինչպես են փոխելու, միևնույն ժամանակ չվիրավորելու բանկիրներին։ Մարդիկ բողոքում են խոշորից, մարդիկ բողոքում են կառավարման ոչ adekvat համակարգից։ Իդեպ բյուրոկրատիայից վերջերս մի քիչ ավելի քիչ են բողոքում, ավելի շատ տնտեսական կյանքն է իրենց ուզում, որ մութա չեն տեսնում, ինչ պետք է անել այս մարդիկ։ Ինչ պետք է լինի։ Լույս չի երևում իրենց համար։ Այս բոլորը խոսում են եւ լավ են ընդունում։ Որտեղ գնում ենք այնպեսի տպավորություն կա, որ շատ լուրջ խնդրեմ կա, եթե ճիշտ ընտրություն ունի, շատ լուրջ խնդրեմ կա, որ Սերժ Սարգսյանը կարողանա երկրորդ տուր դուրս գա։ Ես պիտի կայի դրան, թե այդ լավ ընդունելը արդյոք հիմք է մտածելու ձեր ընտրվելու հավանականության աստիճանը։ Կան ինչ-որ հարցումներ, մենք մեր համար ենք արել։ Ես թույլ չեմ տա իմ հարցումն այստեղ մատուցել։ Շատ մեծ հիմք է պայքարելու հաղթանակի համար, հավատացեք ինձ։ Միևնույն ժամանակ ես այսօր արտահայտել եմ, հիմա էլ օգտվում եմ մարդկանց ասեմ, այդ սոցիոլոգիական հարցումները որ կան, բացարձակ հիմարություններ են։ Այսօր ես մանրամասն մամուլի ժամանակ կանգ եմ առել դրա վրա։ Նույնիսկ դիմել եմ դատախազին։ Ամեն մի սոցիոլոգիական հարցման հեղինակ պետք է ասի ումից է փող ստացել, ինչքան փող է ստացել, ինքը ինչ կազմակերպություն է, ով է իր կազմակերպության հիմնադիրները, ում պատվերն է։ Ես ինչ կա, այսինքն մտածում են, այսօր մի էսպիսի բան եմ նկատում, որ ասացի, մտածում են, որ իբր առաջի տեղը գրավել են, հիմա էլ մտածում են կարգավորենք երկրորդ տեղը։ Չէ՞ մի ոդներ։ Հասկանում եք։ Թույլ չենք տա, այդպես բան չկա։ Այդպես բան չկա, այդպես խաղեր չկա։ Եվ ես ուզում եմ, որ ժողովուրդն իմանա, այդ սոցիոլոգիական հարցումները պատվիրված են։
Հայաստանը միակ երկիրն աշխարհում, որտեղ սոցիոլոգները վաճառում են ոչ թե ինֆորմացիա, սոցիոլոգներ բառը ճակերտների մեջ։ Էս նրանք, այլ դեզինֆորմացիա։ Շնորհակալ եմ, ավարտվեց մեր ժամանակը, հաջողություն ձեզ։ Սա երկրի հարցը ծրագիրն էր, ես զրուցում էի նախագահի տեխնացու Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ։ Լավ մնացեք։ Նարսան ընկերությունն առաջարկում է տանիքի երեսպատման համար նախատեսված 0.3-ից մինչև 0.8 մմ հաստությամբ ձևավոր, ցինկապատ եւ ցինկապատ պոլիմերային տարբեր հաստության բարձրակ փիթերներ, մետաղյա ցինկապատ պրոֆիլներ դռների եւ պատուհանների համար, ջերմամշակված մետաղալար, այլ մետաղական արտադրանք, պոլիէթիլենային հումք եւ տոպրակներ, գիպսաստվարաթղթե սալիկներ, ինչպես նաեւ 4 եւ 5 խցիկանի եվրոպատուհաններ, դռներ ու ցուցափեղկեր։ Գործում է զեղչերի ճկուն համակարգ։ Վստահեք Նարսան ընկերությանը եւ ձեր պատվերները կիրագործվեն ամենասեղմ ժամկետներում ամենամատչելի գներով։ Նարսան, որակի ամուր հնարակ։